նայեք այս անդունդին, սա մոռացված լեռների սիրտն է, այստեղ, որտեղ քամին շշնջում է հին աստվածների անունները, սկսվում է մեր նոր պատմությունը, միայնակ ժայռեր և հնագույն լռություն։ Այստեղով հսկա է անցել, նրա ամեն քայլը փոխել է պատմության ընթացքը, բայց այսօր ավազը ծածկում է հետքերը, իսկ հողը դողում է անհայտության սպասումից։ Դինոն մոտ է։ Երկինքը որփացել է, այնտեղ, որտեղ առաջ կիկիի նարնջագույն թևերն էին փայլում, հիմա միայն այրող արևն է ու անվերջ փոշին։ Ընկերը հեռացել է, բայց հիշողությունը դեռ կենդանի է։ Լսում եք, ժայռերը սկսեցին խոսել։ Ծանր հարվածները քարերի մեջ արթնացնում են հին արձագանքը։ Ինչ որ մեկը գալիս է, ինչ որ մեկը ում քայլերից փոշին բարձրանում է մինչև երկինք։ Ահա և նա, մեր հերոսը, միայնակ, բայց չկոտրված։ Նա դեռ չգիտի, թե ինչ է սպասվում իրեն, բայց նա պատրաստ է։ Ստվերների մեջ ինչ-որ բան շարժվեց, չար աչքերը հետևում են հսկային, այստեղ ամեն քար կարող է դառնալ թակարդ, զգուշ եղիր Դինո, կղզին քեզ չի սպասում բարի կամքով։ Սա հսկաների գերեզմանոցն է, հին կմախքները հսկում են այս ճանապարհը, միայն քաջերը կարող են անցնել այստեղով, որտեղ մահը հանդիպում է կյանքին, օդը լցված է տագնապով։ Տեսեք, հողը սկսեց եռալ, ավազի տակ թաքնված հրեշը զգացել է Դինոյի ուժը, այն մոտենում է արագ, ինչպես կայծակը։ Պատրաստվիր, ճակատամարտը մոտ է։ Պայթյուն։ Հողը պատռվեց և դուրս եկավ նա, ավազե որդը, սարսափելի ծնոտներ, որոնք պատրաստ են կուլ տալ ամեն ինչ։ Երկու հսկա, մեկը պատրաստված է մսից ու արյունից, մյուսը քարից ու չարությունից։ Սա պայքար է գոյության համար, հովիտը շունչը պահած սպասում է։ Ավազե հրեշը կատաղած է, նրա երկաթյա ծնոտները փակվում են հենց Դինոյի կողքին, բայց մեր հերոսը արագ է, ինչպես լեռնային քամին, քարերը փշրվում են, բայց Դինոն անխոցելի է։ Նայեք, կապույտ կայծեր մթության մեջ, պանցիրնիկները դուրս եկան ստվերից, նրանք շրջապատում են Դինոյին, պատրաստ խլել նրա վերջին ուժերը, վտանգը սեղմում է օղակը։ Նա այլևս չի վախենում, նա լսում է իր սրտի զարկը, որը ձուլվում է կղզու հին ռիթմին, ուժը հավաքվում է նրա ներսում, սպասելով հրամանի։ Բում! Ոսկե լույսը պատռում է մթությունը, Դինոյի հարվածը ցրում է չարությունը, ինչպես արևը ցրում է մառախուղը, թշնամիները նահանջում են, չդիմանալով այս ուժին։ Մեկ հզոր հարված պոչով և ավազե որդը տապալված է, փոշին իջնում է և մենք տեսնում ենք հաղթողին։ Նա պատրաստ է առաջ գնալ։ Ճանապարհը տանում է դեպի լեռան խորքը, քարանձավի մութ բերանը սպասում է իր հյուրին։ Դինոն քայլում է դեպի անհայտությունը, որտեղ հազարամյակների լռությունն է տիրում։ Տեսեք,
քարանձավը արթնանում է։ Դինոյի լույսից պատերը սկսեցին շնչել։ Հին արմատները ծաղկում են հենց նրա աչքի առաջ։ Սա մոգություն է, որը սպասել է միայն իրեն։ Իսկ սա ինչ է։ Հասկայական քարե ձեռք։ Այն շարժվում է, թափ տալով դարավոր փոշին։ Սա լեռների հին օրակուլն է։ Նա արթնացավ, որպեսի դիմավորի նոր արքային։ Աչքերը բացվեցին, և ողջ քարանձավը ողողվեց ոսկե հուրով։ Օրակուլի հայացքի մեջ ողջ կղզու պատմությունն է։ Նա տեսնում է Դինոյի սիրտը և նրա մեծ ճակատագիրը։ Օրակուլի ձայնը հնչում է ինչպես լեռների արձագանք։ Դու ընտրված ես, Դինո, հավաքիր թագի 3 մասնիկները և փրկիր մեր աշխարհը։ Ճանապարհը սկսված է։ Օրակուլը շնչեց, և ոսկե փոշին պտտվեց օդում։ Այդ մառախուղի մեջ Դինոն տեսնում է նրան, Կիկիին։ Նա թռչում է հեռու ամպերի մեջ, բայց նրա թևերը թույլ են։ Քարանձավի հատակը վերածվեց կղզու քարտեզի։ Լուսավոր հոսանքները ցույց են տալիս ճանապարհը։ Այնտեղ, քամիների գագաթին, Կիկին սպասում է իր ընկերոջը։ Օրակուլի հսկա մատը դիպչեց Դինոյի բյուրեղին։ Հզոր էներգիան լցրեց նրա երակները։ Դինոյի թիկունքում հայտնվեցին լուսավոր, կախարդական թևերը։ Սա հրաշք է։ Օրակուլը նորից վերածվեց քարի, լռելով 1000 տարով։ Դինոն կանգնած է քարանձավի ելքի մոտ։ Նա այլևս միայնակ չէ։ Նրա սրտում հույսն է բնակվել։ Տեսեք, փշոտ թփի վրա մի վառ փետուր է մնացել։ Կիկիի փետուրը։ Նա այստեղ է եղել։ Նա թողել է այս նշանը, որպեսի Դինոն չհուսահատվի։ Նրանք շուտով կհանդիպեն։ Բայց երկինքը մտնեց։ Փոշոտ վիշապները սկսեցին պտտվել Դինոյի շուրջը։ Նրանք ուզում են խլել Կիկիի փետուրը։ Օդը լցվեց չարագուշակ ճիչերով և թևերի բախումով։ Դինոն վազեց դեպի անդունդի եզրը։ Մեկ ցատկ դեպի անհայտություն։ Ոսկե թևերը բացվեցին ողջ հզորությամբ։ Նա թռչում է, նա իսկապես թռչում է։ Փոշոտ վիշապները հետ չեն մնում։ Նրանք փորձում են կտրել Դինոյի ճանապարհը սուր ժայռերի արանքում։ Բայց մեր հերոսը վճռական է։ Նրան ոչինչ չի կանգնեցնի։ Այնտեղ ամպերի խորքում Դինոն տեսնում է նարնջագույն կայծը։ Նա գտավ նրան։ Նա փրկված է։ Դինոն ներխուժեց փոթորքի մեջ, ինչպես կենդանի կայծակ։ Նրա բյուրեղը փայլեց այնքան ուժեղ, որ ցրեց ողջ մթությունը։ Դինոն ներխուժեց սև ամպերի մեջ։ Նա իր մարմնով պաշտպանում է փոքրիկ Կիկիին։ Ոսկե կայծերը թռչում են ամենուր, այրելով չար թռչունների թևերը։ Դինոն անպարտելի է։ Կիկին բացեց աչքերը։ Նա չի հավատում իր տեսածին։ Նրա ընկերը Դինոն թռչում է։ Նրանց հայացքները հանդիպեցին, և աշխարհը կարծես կանգ առավ։ Նրանք նորից միասին են։ Բայց ներքևում ավազե հրեշը կատաղած է։ Նա տեսնում է, որ իր որսը փախչում է երկինք։ Նա սկսում է մագլցել ժայռերով, ատամները կրճտացնելով։ Վտանգը դեռ չի անցել։ Կիկին թռավ առաջ, ցույց տալով ճանապարհը սուր ժայռերի արանքով։ Դինոն հետևում է նրան, և նրանց լուսավոր հետքերը միախառնվում են երկնքում։ Սա իսկական ընկերություն է։
Հանկարծ հզոր քամին փակեց ճանապարհը, փոշոտ վիշապները ստեղծեցին մի հսկա պտտահողմ, Դինոն ու Կիկին հայտնվեցին մթության կենտրոնում, օդը պակասում է։ Կիկին սեղվեց Դինոյի բյուրեղին, նրանց ուժերը միացան։ Նարնջագույն եւ ոսկե լույսը պայթեց, պատռելով մութ պտտահողմը։ Ոչինչ չի կարող հաղթել միասնությանը։ Բայց մոգությունը սպառվում է։ Դինոյի թևերը սկսեցին մարել, ինչպես վերջին կայծերը։ Նա սկսում է դանդաղ իջնել ներքև, դեպի անհայտ բարձրավանդակը։ Պահիր քեզ, Դինո։ Բում։ Դինոն ընկավ քարերի վրա, բարձրացնելով փոշու մի մեծ ամպ։ Նա հոգնած է, բայց ողջ։ Փոշին նստեց, լռություն տիրեց լեռան գագաթին։ Նրանց առջև բացվեց ողջ կղզու տեսարանը։ Աստղերը սկսեցին փայլել երկնքում, իսկ Դինոն զգաց իր նոր ուժը։ Բայց զգույշ։ Ավազե հրեշը բարձրացավ գագաթ։ Նա ավելի մեծ է ու կատաղի, քան առաջ։ Նրա աչքերը վառվում են չար կրակով։ Հանկարծակի հարված։ Հրեշը նետվեց Կիկիի վրա, բայց Դինոն կանգնեց նրանց արանքում, պաշտպանելով իր փոքրիկ ընկերոջը իր հզոր կրծքով։ Դինոն չի նահանջի։ Ցավի պահին Դինոյի մարմնի հին հայկական նշանները բռնկվեցին ոսկով։ Նա հիշեց օրակուլի ձայնը։ Դինոն կտրուկ շրջվեց։ Նրա հզոր պոչը, լցված ոսկե էներգիայով, հարվածեց հրեշի զրահին։ Կայծերը թռան ամենուր, իսկ հրեշը ցավից մռնչաց։ Կիկին սլացավ վեր, նա սկսեց պտտվել հրեշի աչքերի առջև, շփոթեցնելով նրան իր վառ նարնջագույն լույսով։ Հրեշը մոլորված է, չհասկանալով, թե որտեղից է գալիս վտանգը։ Դինոն իր մագիլները խրեց ժայռի մեջ, հանկարծ հողից դուրս եկան սուր բյուրեղներ, բարձրացնելով հրեշին օդ։ Նա այլևս չի կարող հենվել գետնին, նա թակարդի մեջ է։ Դինոն գլուխը վեր պարզեց եւ արձակեց մի հզոր մռնչյուն։ Ոսկե ձայնային ալիքը հարվածեց հրեշին, նրան հետ մղելով դեպի անդունդը։ Հրեշը գահավիժեց ցած։ Նա անհայտացավ մառախուղի եւ փոշու մեջ։ Լեռների վրա նորից լռություն տիրեց։ Թշնամին պարտված է, իսկ կղզին փրկված։ Նրանք միասին են եւ ոչինչ այլևս նրանց չի բաժանի։ Սա իրական հաղթանակ է։ Արևը ծագեց լեռների հետևից։ Հեռվում երևում է նրանց նոր նպատակը՝ երկաթե ջունգլիները։ Արկածը դեռ շարունակվում է։ Սա միայն մեծ ճանապարհի սկիզբն է։ Լեռը բացեց իր գաղտնի դռները։ Դինոն ու Կիկին քայլում են դեպի լեռան խորքը։ Այստեղ օդը ծանր է, իսկ պատերը հիշում են հազարավոր տարիների պատմությունը։ Լսում եք, սա շշուկների սրահն է։ Պատերից հնչում են հին ձայներ, որոնք զգուշացնում են մեր հերոսներին։ Վտանգը թաքնված է ամեն քայլափոխին։ Նրանց առջև բացվեց մի կախարդական լճակ։ Ջուրը մաքուր է, ինչպես ադամանդը, իսկ հատակին փայլում են անհայտ թանկարժեք քարեր։ Դինոն տեսնում է իր ապագայի արտացոլանքը, իսկ օդում զգացվում է հին մոգության շունչը։ Բայց հանկարծ ստվերային պահապանի օգնականները դուրս սողացին խավարից եւ հարձակվեցին մեր հերոսների վրա։ Մի քանի սև ստվերներ փաթաթվեցին Կիկիի շուրջը, խլելով նրա կախարդական ուժը։ Կիկիի լույսը սկսում է մարել, բայց Դինոն անմիջապես շտապում է օգնության։ Նրա բյուրեղը բռնկվում է հզոր լույսով։ Քամին ուժեղանում է եւ ահա հսկայական փոթորիկը պայթում է ամբողջ սրահով, քշելով ստվերային արարածներին բոլոր կողմերը։
Կիկին ազատվեց։ Չար ստվերները հալվեցին օդի մեջ, իսկ Դինոն ամուր գրկեց իր լավագույն ընկերոջը։ Նրանք կրկին ապահով են։ Այդ պահին Դինոն ու Կիկին տեսնում են այն կախարդական թագը։ Այն փայլում է հին ոսկելույսով, կարծես սպասում էր միայն իրենց։ Եվ հանկարծ հայտնվում է հսկա պահապանը։ Նրա սառցե շունչը ակնթարթորեն սառեցնում է ամեն ինչ իր ճանապարհին։ Զգուշ Դինո, բայց Կիկին չի վախենում։ Նա սլանում է առաջ եւ իր կախարդական լույսով պաշտպանում է Դինոյին։ Նա բռնկվեց որպես փոքրիկ նարնջագույն արև։ Նրա պայծառ լույսը սկսեց հալեցնել ստվերը, բացելով պահապանի իրական դեմքը։ Տեսեք, ստվերի ներսում ինչ-որ բան է բաբախում։ Սա պահապանի սիրտն է, սև ադամանդը։ Դինոն կենտրոնացնում է իր հայացքը, մեկ դիպուկ հարված եւ վերջ։ Դինոյի կրծքի բյուրեղից դուրս եկավ հզոր ոսկե ճառագայթ։ Այն պատրեց մթությունը եւ հարվածեց ուղիղ ստվերի կենտրոնին։ Ստվերային պահապանը պայթեց հազարավոր սև փաթիլների։ Չարությունը նահանջեց, մթությունը պարտված է։ Հայտնվեց թագի առաջին մասնիկը։ Այն միացավ Դինոյի բյուրեղին։ Հանկարծ Դինոյի աչքերի առջև հայտնվեց մի նոր տեսիլք։ Սա միայն սկիզբն է, Դինո։ Մետաղյա անտառներ եւ հսկա երկաթյա սարդ։ Քարերի արանքից դուրս եկան հրաշք ծաղիկներ, որոնք փայլում էին մթության մեջ։ Կյանքը վերադարձավ լեռան սիրտը։ Արջևում բացվեց նոր ճանապարհ։ Դինոն ու Կիկին դուրս եկան լեռան մյուս կողմը։ Նրանց առջև բացվեց մի անհավանական աշխարհ, մետաղյա ծառեր եւ ժանգուտած սարքեր։ Բարի գալուստ երկաթե ջունգլիներ։ Դինոն զգուշորեն իջնում է ժայռից։ Նրա ոտքի տակ խոտը չի կանաչում, այն հյուսված է պղնձե լարերից։ Կիկին թռչում է դեպի մի տարօրինակ ծառ։ Տեսեք, պտուղները նման են փայլուն լամպերի։ Նա դիպչում է դրանց եւ անտառը լցվում է նուրբ բյուրեղյա զնգոցով։ Գետնին բացվեցին ոսկե ծաղիկներ, բայց դրանք թերթիկներ չունեն։ Պտտվող ատամնանիվները փոշու փոխարեն արձակում են արծաթե կայծեր։ Սա մեխանիկական կյանք է։ Զգույշ, Դինոյի թիկունքում ինչ-որ բան շարժվեց, որսորդը հետևում է նրանց։ Նրանց առջև հոսում է սև ու մածուցիկ մի կետ։ Ջրի փոխարեն այստեղ նավթ է։ Ճանապարհը փակ է։ Միակ հույսը այս հսկա ժանգուտ շղթաներն են։ Հանկարծակի գրոհ, փոքրիկ մեխանիկական սարդերը թռչում են Դինոյի վրա։ Նրանք փորձում են կծել նրա մաշկը էլեկտրական հարվածներով։ Կիկին արձակեց իր հզոր ճիչը։ Ձայնային ալիքը փշրեց սարդերի սխեմաները։ Նրանք անկենդան ընկնում են անդունդը, ինչպես մետաղյա անձրև։ Ապրես, Կիկի։ Արջևում հայտնվեցին հսկա դարպասներ։ Դինոյի կրծքի բյուրեղը կանչեց օրակուլին։ Ոսկե պատկերը ցույց է տալիս 3 թաքստոց։ Արկածը նոր է սկսվում։ Երկաթե ջունգլիները պատրաստ են փորձել նրանց։ Դինոն կանգնած է 3 մութ խողովակների առջև։ Որն է տանում դեպի նպատակը։ Կիկին սլացավ վեր դեպի նեոնային մառախուղը, որպեսզի վերևից տեսնի ճիշտ ուղին։ Տեսեք, ավերված գործարանի կենտրոնում ինչ-որ բան է փայլում։ Սա հեղուկ մետաղից պատրաստված սիրտն է, բայց զգույշ,
հազարավոր փոքրիկ սարտեր հսկում են այն։ Դինոն ներխուժեց էլեկտրական լարերի անտառը։ Կայծերը թռչում են նրա մաշկի վրա, բայց նա չի կանգնում։ Նա լսում է Կիկիի ձայնը և սլանում է առաջ։ Հանկարծակի առաստաղից ցած նետվեց հսկայական պողպատե սարդը։ Նրա մարմինը պատված է ժանգոտ զրահով, իսկ աչքերը վառվում են չարագուշակ կարմիրով։ Սարդը արձակեց մի կապույտ էլեկտրական ցանց։ Դինոն հայտնվեց թաքարտում։ Կիկին սլացավ ուղիղ սարդի դեմքին։ Նա իր սուր կտուցով հարվածում է կարմիր ոսպնյակներին։ Կայծերը թռչում են, իսկ հրեշը մոլորված է։ Ապրես փոքրիկ ընկեր։ Դինոն հավաքեց իր ողջ ուժը։ Նրա բյուրեղը բռնկվեց ոսկով և նա պատռեց էլեկտրական լարերը։ Դինոն թափ հավաքեց և իր հզոր գլխով հարվածեց սարդի կրծքին։ Մետաղը ճռճռաց ու փշրվեց, իսկ գործարանի պատերը սկսեցին փլվել։ Դինոն մոտեցավ բանալուն։ Սնդիկե սիրտը սկսեց հոսել դեպի նրա բյուրեղը։ Նրա մաշկը ստացավ արծաթե փայլ, իսկ ուժը կրկնապատկվեց։ Առաջին բանալին ձեռք բերված է։ Գործարանը փլվում է։ Մեր հերոսները պետք է շտապեն դուրս գալ այստեղից։ Փոշու և կրակի միջով նրանք վազում են դեպի ազատություն, իսկ հետևում մնում է պարտված հրեշը։ Դինոն ու Կիկին հասան մի տարօրինակ վայր։ Այստեղ օդում կախված են հազարավոր պտուտակներ ու մետաղյա կտորներ։ Մանուշակագույն մարախուղը թաքցնում է ջահջի իրական դեմքը։ Նայեք Դինոյի մաշկին։ Առաջին բանալու ուժը սկսեց գործել։ Նրա բյուրեղյա թեփուկները վերածվում են փայլուն արծաթի։ Նա դառնում է ավելի ամուր, քան երբևէ։ Ճանապարհը փակ է, բայց օդում լողում են հսկա երկաթյա սալիկներ։ Դինոն պետք է ցատկի մեկից մյուսը, իսկ ներքևում եռում է սև ու մահացու սնդիկը։ Զգույշ եղիր։ Հանկարծ մագնիսական ուժը սեղմեց Դինոյին։ Նրա նոր արծաթե մաշկը կպել է սալիկին, և նա չի կարողանում շարժվել։ Կապույտ կայծերը ճայթում են նրա շուրջը։ Կիկին տեսավ վտանգը։ Նա սլացավ դեպի ժանգոտած սյունը, որտեղ թաքնված է հին անջատիչը։ Նա իր ողջ ուժով քաշում է լծակը, որպեսզի ազատի իր ընկերոջը։ Մագնիսը անջատվեց։ Դինոն թեթևացած վեր թռավ և վայրեջ կատարեց հաջորդ ափին։ Բայց սա ինչ է, սև նավթի միջից բարձրացավ մի հսկա հրեշ։ Հիդրան պատրաստ է հարձակման։ Հրեշը արձակեց տաք նավթի շիթը, բայց Դինոն արագ է։ Նա իր արծաթե թաթով ստեղծեց մի հայելանման վահան։ Հարվածը հետ մղվեց ուղիղ հրեշի կրծքին։ Կիկին իր հզոր ձայնով հարվածեց հրեշի թույլ կետին։ Ժանգոտ շղթաները փշրվեցին և հրեշի գլուխը ծանրությամբ ընկավ ճահճի մեջ։ Հաղթանակ։ Ջահիճը հանդարտվեց։ Առջևում երևում է բղնձե աշտարակը։ Այնտեղ է թաքնված երկրորդ մեծ բանալին։ Դինոն ու Կիկին շարունակում են իրենց էպիկական ուղին։ Դինոն կանգնած է աշտարակի ստորոտին։ Այն վեր է խոյանում մինչև մութ ամպերը։ Հսկայական պղնձե թիթեղները շնչում են տաք գոլորշիով։ Դինոն մտավ ներս։ Պատերը շիկացած են կրակից։ Նրա արծաթե թեփուկները անդրադարձնում են հուրը, պաշտպանելով նրան այրող տաքությունից։ Օդը դողում է շոկից։ Ճանապարհը փակում են հսկա երկաթյա մխոցները։ Նրանք բախվում են իրար սարսափելի զնգոցով։ Դինոն սպասում է ճիշտ վայրկյանին, որպեսզի սլանա առաջ։ Մխոցներից մեկը խցանվեց։ Կիկին սլացավ վեր, դեպի կարմիր փականը։
Նա իր ողջ ուժով պտտում է անիվը, որպիսի դուրս թողնի ավելորդ գոլորշին։ Ապրես, փոքրիկ ընկեր։ Աշտարակի կենտրոնում ինչ-որ բան է բաբախում։ Սա պղնձե սիրտն է, երկրորդ մեծ բանալին։ Հանկարծակի հայտնվեց պահապանը։ Նա ուղղեց իր կրակե նիզակը դեպի Դինոն։ Նա արձակեց տաք գոլորշու հարվածը։ Բայց Դինոն օգտագործեց արծաթե վահանը։ Գոլորշին բախվեց վահանին և վերածվեց անձրևի, սառեցնելով սենյակը։ Հիանալի է։ Կիկին սլացավ սպարապետի թիկունքը։ Նա իր սուր կտուցով կտրեց պղնձե լարը։ Նիզակի կրակը հանգավ և ռոբոտը մի պահ քարացավ։ Սա մեր հնարավորությունն է։ Դինոն վերցրեց պղնձե սիրտը։ Այն միացավ նրա բյուրեղին, արձակելով ոսկե և արծաթե կայծեր։ Այժմ Դինոն կարող է կառավարել կրակն ու ջերմությունը։ Նա դարձավ էլ ավելի հզոր։ Աշտարակը չդիմացավ և սկսեց հալվել։ Դինոն ու Կիկին վազում են դեպի ելքը, մինչ պատերը վերածվում են հեղուկ պղնձի։ Դինոն ու Կիկին հասան ջունգլիների սիրտը։ Այստեղ ծառերի փոխարեն հսկա սյուներ են, իսկ վերևում շղթաներից կախված է ինքը, պողպատե սարդը։ Դինոն կենտրոնացնում է պղնձե սրտի ջերմությունը։ Նրա մաշկը սկսեց շիկանալ։ Նա պատրաստվում է վճռական թռիչքին։ Սարդը արձակեց իր պողպատե ճանկերը։ Հսկա կաբելները մխրճվեցին, ստեղծելով մի երկաթյա վանդակ։ Դինոն շրջափակված է, իսկ Կիկին սլանում է վեր, փրկություն փնտրելու։ Նա իր ձայնային հարվածներով պատռում է սարդի հիդրավլիկ խողովակները։ Նեոնային կանաչ հեղուկը ցայտում է ամենուր։ Սարդը արձակեց իր մահացու լազերը, բայց Դինոն վահան դարձրեց իր արծաթե թաթը։ Կարմիր լույսը հետ մղվեց ուղիղ հրեշի աչքին, կուրացնելով նրան։ Հիանալի է։ Դինոն արձակեց իր ողջ ճնշումը, հզոր գոլորշու պայթյունը պատռեց պողպատելարերը։ Նա ազատվեց կապանքներից և հիմա սլանում է առաջ, ինչպես կենդանի հրանոթի արկ։ Դինոն հարվածեց սարդի կրծքին, մետաղը ջարդվեց և ներսում երևաց կապույտ լույսով բաբախող պողպատե սիրտը, վերջին մեծ բանալին։ Դինոն վերցրեց երրորդ բանալին։ Էլեկտրական կայծերը միախառնվեցին նրա բյուրեղին։ Այժմ Դինոն դարձավ անխոցելի։ Առանց սրտի մնացած սարդը սկսեց քանդվել։ Նրա հսկայական մարմինը մեծ աղմուկով ընկավ անդունդը։ Ջունգլիների տիրակալը պարտված է։ Առջևում բացվեցին հսկա դարպասները, որտեղից փչում է սառը քամին։ Դինոն ու Կիկին քայլում են դեպի լեռնային տաճարը։ Արկածը հասնում է գագաթնակետին։ Դինոն քայլ արեց դեպի սպիտակ անհայտությունը։ Նրա ծանր թաթը առաջին անգամ զգաց ձյունի փափկությունը։ Ժանգոտ երկաթը մնաց հետևում, իսկ առջևում միայն սառցե հսկաներն են։ Սառը քամին դիպավ Կիկիի նարնջագույն փետուրներին։ Նա դողում է ցրտից և փորձում է թաքնվել Դինոյի տաք մաշկի ձալքերում։ Դինոյի բյուրեղը բռնկվեց պղնձե հուրով։ Նրա արծաթե թեփուկները սկսեցին արձակել տաք լույս, հալեցնելով ձյունը նրա ոտքերի տակ։ Այժմ նա իր սեփական արևն է այս սառնամանիքի մեջ։ Նրանք անցնում են հսկա արձանների կողքով։ Դինոզավրեր, սառեցված հազարավոր տարիներ առաջ։ Դինոն կանգ առավ մի հսկայի առջև, որի հայացքը նման է իրենին։ Սա իր պատմությունն է։ Զգույշ, սառցե ժայռերի հետևից դուրս եկան սպիտակ գայլերը։ Նրանց ադամները ադամանդից են, իսկ աչքերը վառվում են սառը կրակով։ Նրանք շրջապատում են մեր հերոսներին։
Գայլերը նետվեցին առաջ, բայց Դինոն ակտիվացրեց սնդիկե սիրտը։ Դինոն օգտագործեց պողպատե սրտի ուժը։ Նրա եղջյուրը դարձավ կարծր ինչպես ալմաստը։ Նա առաջ սլացավ, փշրելով սառցե պատերը և ցնելով գայլերի ողմակը իր ճանապարհից։ Կիկին ստացավ Դինոյի ջերմությունը, որը վախեցրեց գայլերի առաջնորդին։ Թշնամիները նահանջում են մթության մեջ։ Առջևում բացվեց հսկա քարե սանդուղքը։ Այն տանում է դեպի լեռան ամենաբարձր գագաթը։ Այնտեղ ամպերի մեջ փայլում է արքայական տաճարը։ Վերջին փորձությունը մոտ է։ Դինոն կանգնած է տաճարի դռների առջև։ Նա պետք է օգտագործի բոլոր 3 բանալիները, որպեսզի բացի իր ճակատագիրը։ Պատրաստվեք։ Ոսկե դարպասները դանդաղ բացվեցին։ Սուրբ արևախաչը սկսեց պտտվել և ներսից ժայթքեց հզոր ու տաք լույսը։ Տաճարի ներսում չկա տանիք։ Վերևում պտտվում են հսկա բյուրեղյա օղակները, որոնց մեջ արտացոլվում են աստղերը։ Դինոն բարձրացրեց գլուխը, հիացած այս տիեզերական գեղեցկությամբ։ Սա աստվածների տունն է։ Սրահի կենտրոնում բազալտե միսյուն է։ 3 դատարկ տեղ սպասում են բանալիներին։ Ժամանակն է միացնել ուժերը։ Հանկարծ լույսի միջից հայտնվեց նա, Դինոյի մայրիկի հոգին։ Նա չի խոսում շուրթերով, նրա ձայնը հնչում է հենց Դինոյի սրտում։ Դու ճիշտ ճանապարհին ես, որդիս, ես միշտ քո կողքին եմ։ Մայրիկը ցույց տվեց ապագան։ Դինոն տեսնում է իրեն ոսկե զրահով, պաշտպանելով կղզու բոլոր կենդանիներին։ Սա նրա ճակատագիրն է, դառնալ իսկական արքա և վերջ տալ մթությանը։ Բայց լույսը մարեց։ Ստվերներից դուրս եկավ նա, Դինոյի մութ կողմը, սև մաշկ և արյունոտ կարմիր նշաններ։ Սա ստվերային Բրոնդոն է, ով եկել է խլելու թագը։ Պատրաստվիր, Դինո։ Նա եկել է թագի հետևից, զգույշ եղիր, Դինո։ Բայց Կիկին չվախեցավ։ Նա բռնկվեց որպես վառ նարնջագույն կրակ և իր թևերով այրեց սև մառախուղը։ Նա իսկական փյունիկ է։ Ապրես փոքրիկ ընկեր։ Երկու հսկա բախվեցին տաճարի կենտրոնում։ Ոսկե և կարմիր ուժերը բախվեցին, դողացնելով պատերը։ Դինոն ուժով չի զիջում ստվերին, բայց նրա սիրտը ավելի մաքուր է։ Դինոն ակտիվացրեց բոլոր 3 բանալիները միասին։ Ոսկի, արծաթ և կապույտ պողպատ։ Հզոր ճառագայթը պատռեց ստվերի մարմինը, փշրելով նրան հազարավոր կտորների։ Մթությունը նահանջեց։ Ստվերն անհետացավ։ Դինոյի գլխին հայտնվեց լուսավոր թագի առաջին մասը։ Տաճարը լցվեց առավոտյան ջերմ լույսով։ Սա առաջին մեծ հաղթանակն էր։ Դինոն ու Կիկին կանգնած են ձյունածածկ ժայռի եզրին։ Ներքևում փոթորկոտ ու մութ օվկիանոսն է։ Դինոն իջավ ափ։ Այստեղ ավազը սև է, ինչպես ածուխը։ Հսկա ալիքները բախվում են նրա ծանր ոտքերին, բայց նա չի նահանջում։ Օվկիանոսը կանչում է իր նոր արքային։ Դինոն ակտիվացրեց պողպատե սիրտը։ Նրա գլխի շուրջ սկսեց ձևավորվել կապույտ ու թափանցիկ մի պղպճակ։ Այն մեր հերոսների պաշտպանն է ջրի տակ։ Դինոն դանդաղ մտավ ջրի մեջ։ Օվկիանոսը ծածկեց նրանց, բայց պղպճակի ներսում չոր է ու հանգիստ։
Տեսեք այս ստոր ջրի անտառը, հսկա ջրի մուրները շարժվում են ինչպես օձեր։ Կիկին հիացած է։ Նա թրջում է պղնձե պղպջակի մեջ, հետևելով նեոնային ձկներին։ Դինոյի մաշկը արտացոլում է ջրի կապույտ փայլը։ Սա մի նոր ու կախարդական աշխարհ է։ Դինոն մոտեցավ ստոր ջրիաժայռին։ Խորքում երևում է մի քաղաք, պատրաստված սև ապակուց։ Լավայի կարմիր գետերը հոսում են փողոցներով, հենց այնտեղ է թաքնված թագի հաջորդ մասը։ Տեսեք երեխաներ, հանկարծակի հայտնվեց կրակենը, մի հսկա մեխանիկական հրեշ, որի շոշափուկները ժանգոտ շղթաներից են։ Նրա դեղին աչքը լուսավորեց Դինոյին։ Շղթաները սեղմեցին Դինոյի օդային գունդը, պղպջակը սկսեց ճաքել, իսկ ջուրը փորձում է ներս խուժել։ Դինոն իր ողջ ուժով հենվում է հատակին, նա պետք է դիմանա։ Դինոն ակտիվացրեց սնդիկե սիրտը, նրա պղպջակը դարձավ հայելային գունդ։ Շղթաները սահեցին հարթ մակերեսով և Դինոն սլացավ առաջ, ինչպես արծաթե տորպետ։ Դինոն ու Կիկին ներխուժեցին բուրգի դարպասներից։ Դռները փակվեցին հրեշի քթի առջև։ Նրանք ապահով են սև պատերի ներսում։ Սա մոռացված արևի տաճարն է։ Բուրգի ներսում օդը տաք է ու չոր։ Դինոն վերջապես կարող է շնչել լիաթոք, մինչ Կիկին ուրախ թափահարում է փետուրները։ Զգույշ եղիր, Դինո։ Տեսեք երեխաներ, հայելիների մեջ երևում է Դինոյի և Կիկիի արտացոլանքը, բայց այն շատ տարօրինակ է։ Նրանք կարծես հետևում են Դինոյի ամեն քայլին։ Նրանք լուռ են, բայց նրանց հայացքը կանգ է առնում միայն այն ժամանակ, երբ Դինոն արդեն դադարել է շարժվել։ Հանկարծ հայելու միջից դուրս եկավ ստվերային Բրոնտոն, Դինոյի չար նմանակը։ Նրա հրամանով հատակի ճաքերից բարձրացան լավայի կրակե օձերը, պատրաստ խեղդելու Դինոյին։ Բայց Դինոն չհանձնվեց։ Նա ակտիվացրեց պղնձե սիրտը և ատամներով որսաց կրակե օձերից մեկին։ Նա կլանեց հուրը, վերածելով այն իր սեփական անպարտելի ուժի։ Ստվերային Բրոնտոն փորձում է հարվածել Կիկիին, բայց Կիկին շատ խելացի է։ Նա շփոթեցնում է թշնամուն հայելիների արտացոլանքով։ Բրոնտոն հարվածում է կարծելով, թե Կիկին է այնտեղ, բայց դիպչում է դատարկ հայելիներին։ Բրոնտոն կատաղած է, նա հարձակվում է Դինոյի վրա։ Հիմա Դինո, միացրու սնդիկե սիրտը։ Տեսեք երեխաներ, Դինոն դարձավ հայելու պես։ Բրոնտոյի չարությունը բախվեց Դինոյի արծաթե վահանին և ուժգին հետ մղվեց։ Դինոյի հզոր հարվածից ողջ բուրգը ցնցվեց։ Օբսիդիանե հատակը փշրվեց հազարավոր սուր կտորների, որոնք պատռեցին ստվերը, վերածելով այն սև մոխրի։ Դինոն հաղթեց։ Լռության մեջ փայլեց թագի երկրորդ մասնիկը։ Ոսկեհայերեն տառերը շողացին Դինոյի ճակատին, երբ կախարդական բյուրեղը միացավ նրան։ Նոր գիտելիքը լցրեց նրա սիրտը։ Նա արդեն տեսնում է ողջ կղզին իր մտքում։ Օբսիդիանե բուրգը սկսեց բարձրանալ օվկիանոսի հատակից դեպի վեր։ Տեսեք երեխաներ, բարձր երկնքում կայծակների մեջ երևում է ամպերի ամրոցը։ Վերջին փորձությունը սպասվում է այնտեղ։ Դինոն պատրաստվում է իր կյանքի մեծագույն թռիչքին։ Դինոն կանգնած է բուրգի ամենասուր գագաթին։ Կիկին պտտվում է նրա շուրջը, կանչելով դեպի ամպերը։ Մեկ քայլ
դեպի անհայտություն։ Թագի երկու մասնիկները բռնկվեցին։ Դինոյի մեջքից սկսեցին աճել հսկա թևեր, հյուսված ոսկելույսից և կապույտ կայծերից։ Նա այլևս սովորական դինոզավր չէ, նա երկնային հսկա է։ Դինոն ցատկեց անդունդի վրայով, հզոր թափով նա սլացավ դեպի վեր, պատռելով օդը, դեպի աստղերը, դեպի ազատություն։ Ամպերի ներսում փոթորիկ է, կայծակները հարվածում են Դինոյի թևերին, բայց նա չի վախենում։ Պողպատե սիրտը կլանում է լիցքերը, դարձնելով նրան ավելի արագ։ Տեսեք, սա ամպերի ամրոցն է, պատրաստված սպիտակ մարմարից։ Այն լողում է օդում, հենվելով հնագույն մոգության վրա։ Հենց այնտեղ է թաքնված թագի վերջին մասնիկը։ Հանկարծակի մեխանիկական բազեները սկսեցին պտտվել Դինոյի շուրջը։ Նրանց սուր թևերը փորձում են կտրել լույսի թելերը։ Դինո, պաշտպանվիր։ Կիկին սկսեց արձակել վառ նարնջագույն ծուխ։ Այն կունացրեց բազեների սենսորները։ Նրանք սկսեցին բախվել իրար, ընկնելով ամպերից ցած։ Ապրես մեր փոքրիկ հերոս։ Դինոն ցալեց թևերը և ամբողջ ուժով հարվածեց ամրոցի դարպասներին։ Մարմարը փշրվեց և ներսից ժայթքեց հնագույն լույսը։ Նրանք ներսում են։ Առջևում փայլում է ալմաստե սիրտը։ Դա թագի վերջին ու ամենահզոր մասնիկն է։ Բայց սպասեք, գայի հետևից դուրս եկավ սպիտակ գրիֆոնը։ Նրա թևերը ձյունից են, իսկ կտուցը մաքուր ոսկուց։ Նա թույլ չի տա վերցնել ալմաստը առանց մեծ կռվի։ Գրիֆոնը թափահարեց իր հսկա թևերը, սառը քամին ու սուր սառույցները հարվածեցին Դինոյին։ Մեր հերոսը սահում է թափանցիկ հատակին, բայց նա չի նահանջի։ Դինոն ակտիվացրեց պղնձե սիրտը, նրա մարմինը շիկացավ և սառույցը վարգենապես վերածվեց թանձր գոլորշու։ Այժմ նա պաշտպանված է ջերմային պատով։ Կիկին սլացավ գրիֆոնի թիկունքը։ Նա որսաց արևի շողը և իր թևերով ուղեց այն հրեշի աչքերին։ Գրիֆոնը կուրացած է։ Իսկ Դինոն պատրաստվում է վճռական թռիչքին։ Նա հարվածեց գրիֆոնի կրծքին, և նրանք միասին դուրս թռան ամրոցի լուսամուտից։ Նրանք պտտվում են ամպերի մեջ։ Գրիֆոնը փորձում է իր սուր կտուցով հարվածել Դինոյի բյուրեղին, բայց մեր հերոսը պաշտպանվում է իր պողպատե ճանկերով։ Իսկական պայքար երկնքում։ Գրիֆոնը արձակեց սառցե նետերը, բայց Դինոն ակտիվացրեց սնդիկե սիրտը։ Նրա մարմինը դարձավ հեղուկ արծաթ, և նետերը անվնաս անցան նրա միջով։ Դինոն արձակեց իր ողջ ձայնային ուժը։ Հզոր ալիքը ցրեց գրիֆոնի ձյունե թևերը, վերածելով դրանք սպիտակ մառախուղի։ Հրեշը պարտված է և նահանջում է ամպերի խորքը։ Դինոն իր ոսկե թևերով վերադարձավ ամրոցի սրահ։ Նա դանդաղ քայլում է դեպի ալմաստե սիրտը։ Նրա աչքերում վճռականություն է և մեծ հույս։ Դինոն հպվեց ալմաստին։ Վերջին մասնիկը տեղավորվեց թագի կենտրոնում։ Հզոր սպիտակ լույսը ողողեց ողջ կղզին։
թագը պատրաստ է։ Բարի գալուստ նոր արքա։ Դինոն նետվեց ցած ամպերի ամրոցից։ Նա սլանում է ներքև ինչպես ոսկե ասուբ, թողնելով ծիածանը հետք երկնքում։ Դինոյի ուժը դիպավ երկաթե ջունգլիներին։ Տեսեք, ժանգոտ խողովակները ծածկվում են ծաղիկներով, իսկ մեխանիկական ծառերը դառնում են կենթանի ու կանաչ։ Հրաշք է։ Դինոն մեղմ վայրեջք կատարեց օրակուլի քարանձավի առջև։ Դինո Փոշին ցրվեց եւ քարե պահապանը դանդաղ բացեց իր հնագույն աչքերը։ Նա սպասում էր այս պահին։ Հսկա օրակուլը առաջին անգամ 1000 տարվա մեջ խոնարեց իր գլուխը։ Նա ճանաչեց Դինոյին որպես կղզու օրինական արքա։ Դինոն արձակեց իր հզոր, բայց մեղմ մռնչյունը։ Կղզու բոլոր կենդանիները, փոքր ու մեծ, սկսեցին հավաքվել հովտում։ Նրանք զգում են խաղաղության նոր դարաշրջանը։ Կիկին պտտվում է կենդանիների գլխավերևում, շաղ տալով նարնջագույն կայծեր։ Այդ լույսը բուժում է վերքերը և ուժ տալիս թույլերին։ Նա այժմ հույսի խորհրդանիշն է։ Տեսեք, ստվերային մակաբույծները փորձում են փախչել, բայց Դինոյի թագի լույսը ստիպում է նրանց գոլորշիանալ։ Չարությունը այլևս տեղ չունի այս կանաչ հովտում։ Սկսվեց մեծ տոնախմբությունը։ Բոլորը կիսում են անուշահամ պտուղները, իսկ փոքրիկ դինոզավրերը խաղում են Դինոյի մեջքին։ Դինոն նայեց աստղերին։ Այնտեղ նա տեսավ իր մայրիկի համաստեղությունը։ Նրա աչքից ուրախության մի շողացող արցունք գլորվեց։ Մայրիկ, ես արեցի դա։ Հեռվում մութ օվկիանոսի վրա երևացին երկաթյա նավերը։ Որսորդները մոտենում են թագի հետևից։ Պատերազմը դեռ առջևում է։ Սա միայն սկիզբն է։ Նավի տախտակամածին կանգնած են նա։ Մի մարդ, ում դեմքը թաքնված է մետաղյա սաղավարտի տակ։ Նրա հայացքը ուղղված է դեպի Դինոյի լույսը։ Որսը սկսվում է։ Իսկ կղզում առավոտը հրաշալի է։ Արևի շողերը շոյում են կանաչ խոտը։ Դինոն խաղաղ քնած է բլրի վրա։ Հանկարծ Դինոն բացեց աչքերը։ Նա զգաց հեռավոր մետաղի սառնությունը։ Դինոն ու Կիկին կանգնած են ժայռի եզրին նայելով հորիզոնին։ Թագը բռնկվեց պաշտպանական լույսով։ Նրանք պատրաստ են դիմավորել ցանկացած թշնամու։ Սա Դինոյի ու Կիկիի պատմությունն էր, բայց սա միայն սկիզբն է։ Հիշեք, իրական ուժը ընկերության և քաջության մեջ է։ Մի վախեցեք մթությունից։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս արկածի ընթացքում։ Դինոն ու Կիկին միշտ ձեր կողքին են։ Հաղորդումը պատրաստված է հատուկ ձեզ համար, Երևանի սրտից։ Մենք ստեղծում ենք հեքիաթներ, որոնք ջերմացնում են սրտերը։ Մինչ նոր հանդիպում։ Իսկ դուք գիտեիք, մութ քարանձավում ինչ որ մեկը պահում է սև փետուրը, ով է նա։
Դինո եւ Կիկի թագի լեգենդը